Ներկա տնտեսական իրավիճակով պայմանավորված առավել քան կարևոր է հարկաբյուջետային քաղաքականության, ներառականության հիմնահարցերը քննարկելը եւ դրանք վերլուծելը։ Աշխարհի բազմաթիվ երկրներում հարկաբյուջետային քաղաքականության, ներառականության հետ կապված երկրների կառավարությունները դարձրել են հարկաբյուջետային քաղաքականության ներառականությունը գլխավոր ուղենիշներից մեկը իրենց տնտեսական քաղաքականության եւ մասնավորապես ներառականության հիմնահարցը արդիական է եւ կարեւոր, հետեւաբար անհրաժեշտ է համապարփակ եւ համակողմանի վերլուծություն։ Ինչպես գիտենք, շուկայական տնտեսության պայմաններում երկրներում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը մեծ խնդիր է երկրների մեծամասնությունում, հատկապես եթե խոսում ենք զարգացող տնտեսությունների մասին, եւ այդ պատճառով կառավարությունների գերխնդիրն է ոչ միայն ապահովել տնտեսության համար կայուն տնտեսական աճի տեմպեր եւ կայուն զարգացում, այլ նաեւ այդ կայուն տնտեսական աճի տեմպին զուգահեռ ապահովել նաեւ տնտեսությունում եկամուտների հավասարաչափ բաշխվածության խնդիրը։ Հարկաբյուջետային քաղաքականությունը հանդիսանում է կարևոր գործիք այս խնդիրները լուծելու համար եւ հարկաբյուջետային քաղաքականության ճիշտ գործիքակազմի ընտրության շնորհիվ է, ինչպես նաեւ առաջնահերթությունների սահմանման շնորհիվ է, որ կառավարությունները կարողանում են երկրի ներսում ապահովել ինչպես եկամուտների հավասարաչափ բաշխվածություն, որքանով որ դա հնարավոր է, այնպես էլ տնտեսության արդյունավետություն եւ հետեւաբար նաեւ կայուն տնտեսական աճի տեմպեր։ Ռեֆորմների շարունակական շրջափուլում գտնվող երկրների համար, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, տնտեսական քաղաքականության տարբեր գործիքակազմի միջոցով ներառականության խնդիրների լուծումը ել առավել էական է եւ տասնամյակներ շարունակ տեղի ունեցող տնտեսական, ինստիտուցիոնալ եւ համակարգային բարեփոխումների շնորհիվ զարգացող տնտեսությունները ապահովել են տնտեսական աճի բարձր տեմպեր, սակայն վերջիներս չեն լուծել տնտեսության ներառականության հարցը, որը նաեւ Հայաստանի տնտեսությանն է բնորոշ, մասնավորապես այդ տիպի երկրներում շարունակել են խնդրահարույց մնալ զբաղվածության մակարդակը, ցածր մակարդակ, այսինքն գործազրկության բարձր մակարդակը, աղքատության մակարդակը, ինչպես նաեւ եկամուտների բաշխման անհավասարաչափ մակարդակը հարուստների հասարակությունը բաժանելով երկու խոշոր խմբերի առավել հարուստների եւ բավականին աղքատների եւ այս խնդիրների վերհանման ինչպես նաեւ հենց օգնում է հարկաբյուջետային քաղաքականության ներառականության գործոնները, որոնց բացահայտմամբ կարող ենք բացահայտել այն խոչընդոտները, որոնք առկա են տնտեսություններում ներառականության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև զարգացնել տնտեսությունը եւ հասցնել կայուն տնտեսական աճի տեմպերի։ Տնտեսագիտական գրականությունում բազմաթիվ են այն հետազոտությունները, որոնք վերաբերում են այս թեմային, ինչպես տեսական, այնպես էլ էմպիրիկ, եւ եթե ամփոփելու լինեմ այդ հետազոտության արդյունքները, ապա կարող եմ փաստել, որ յուրաքանչյուր տնտեսություն, յուրաքանչյուր երկիր ընտրում է այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը բխում է իր տնտեսությունից, իր տնտեսության կառուցվածքից, տնտեսության շահերից եւ այդ քաղաքականությունը հարմարեցնում է, որպեսզի հասցնի տնտեսությունը ներառականության, այսպես ասած։ Եթե դիտարկենք վերջին տասնամյակներում միջազգային պրակտիկան, ապա տեսնում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության ներառականության մեջ, այսպես ասած, տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ, ինչպես քաղաքականության վարման, այնպես էլ քաղաքականությունների կտրուկ փոփոխությունների առումով, եւ սա հիմնականում պայմանավորված է COVID-19 համաճարակային իրավիճակով, որը ոչ միայն բացասական ազդեցություններ թողեց զարգացող եւ թույլ զարգացած տնտեսությունների վրա, այլ նաեւ այնպիսի խոշոր տնտեսությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, որոնք նույնպես բախվեցին COVID-19 համաճարակային իրավիճակով պայմանավորված բացասական հետևանքների եւ այս պարագայում երկրների կառավարությունները այդ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար ձեռնարկեցին մի շարք միջոցառումներ, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել եւ մասնավոր հատվածին
տրվեցին մի շարք ֆինանսական, տեխնիկական եւ մի շարք այլ օժանդակություններ, որոնց միջոցով տնտեսությունները կարողացան դուրս գալ այդ իրավիճակից, այսինքն հարկաբյուջետային քաղաքականության կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ երկրների մեծ մասում։ Անդրադառնանք տնտեսական աճի տեմպին եւ եթե օրինակ դիտարկենք տնտեսական աճի միևնույն տեմպ ունեցող մի շարք երկրներ եւ այդ երկրներում ներառականության աճի տեմպը, այսպես ասած, տեսնում ենք, որ միևնույն տնտեսական աճի տեմպ ունեցող երկրներում այնպես չէ, որ օրինակ զբաղվածության մակարդակը կամ գործազրկության մակարդակը կամ աղքատության մակարդակը միևնույն շեմին են հասնում եւ այստեղ մեծ նշանակություն ունի տվյալ տնտեսության կառուցվածքը, տնտեսության ինստիտուցիոնալ համակարգը, առհասարակ ենթակառուցվածքների զարգացվածությունը եւ եթե գլոբալ ասենք տվյալ տնտեսության պատրաստվածությունը ներառականության համար, վառ օրինակ է, օրինակ 2018 թվականի Իսլանդիայի օրինակը, վիճակագրական օրինակ, երբ մեկ շնչին բաժին ընկնող համախառններքին արդյունքով Իսլանդիան բավականին հետ էր, նույնիսկ top 10-ում չէր գտնվում, սակայն ներառականության ինդեքսով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, որը Իսլանդիայի օրինակով կարող ենք փաստել հարկաբյուջետային քաղաքականության ներառականության արդյունավետության մասին, սա նաև խոսում է դրա մասին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ստիգլիցը մի առիթով ասել է, որ կանոններն են որոշում, թե տնտեսությունը ինչ չափով պետք է աճի եւ թե այդ ստեղծված արդյունքից որ մասը որ սուբյեկտն է տնտեսության օգտագործելու Շարունակելով այս գաղափարը, նշեմ, որ համաշխարհային մակարդակում գործում են որոշակի հարկաբյուջետային կանոններ, որոնցով առաջնորդվում են տնտեսությունները եւ որոնք կիրառում են իրենց տնտեսական քաղաքականության մեջ, եթե առանձնացնելու լինենք այդ կանոնները, կառանձնացնեմ հարկաբյուջետային քաղաքականության ծախսային կանոն, եկամտային կանոն, պարտքի կանոն, բյուջեի հաշվեկշռի կանոն, ինչպես նաեւ վերազգային կանոններ։ Ընդ որում, եթե վիճակագրությանը նայենք վերջին տասնամյակում, ապա տեսնում ենք, որ մեկ երկրին բաժին ընկնող հարկաբյուջետային քաղաքականության կանոնները միջինում աճման միտում ունեն, այսինքն մեկ երկիրը կարող է կիրառել մեկից ավելի հարկաբյուջետային քաղաքականության կանոններ, կախված իր երկրի քաղաքականության ուղղությունից, այսպես ասած, եւ եթե դիտարկելու լինենք այն երկրները, որոնք այսպես ասած առաջատար են այս հարկաբյուջետային քաղաքականության մի քանի կանոններ կիրառելու եւ ճկունության տեսանկյունից նաեւ, ապա դրանք Դանիան, Շվեդիան, Իսլանդիան, Ֆինլանդիան են եւ պատահական չէ նաեւ, որ այս երկրները մի շարք համաթվերով զբաղեցնում են աշխարհում առաջատար դերեր, որոնցից են օրինակ բարեկեցության ինդեքսը, կենսամակարդակը բնութագրող մի շարք ինդեքսներ, աղքատության մակարդակն է այդ երկրներում ցածր, զբաղվածության բավականին բարձր մակարդակ ունեն եւ մի շարք այլ սոցիալ-տնտեսական առաջանցիկ տեմպեր են արձանագրում։ Հայաստանի տնտեսությունը եւս անմասն չէ այս քաղաքականություններից, կառավարությունը իրականացնում է հակապարբերաշրջանային հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը ասել է թե հակապարբերաշրջանային հարկաբյուջետային քաղաքականություն, այս քաղաքականությունը միտված է տնտեսական աճի դեպքում իրականացնելու զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում տարբեր գործիքների կիրառմամբ կառավարությունը փորձում է զսպել տնտեսական աճը, կուտակելով դիմադրողականության պաշարներ, որպեսզի դրանք հետագայում օգտագործվեն անկման ժամանակաշրջանում տնտեսության եւ հակառակը։ Եթե տնտեսությունը անկման փուլում է գտնվում, ապա կառավարության քաղաքականությունը խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը ի հաշիվ այդ կուտակած պաշարների եւ շարունակելով խոսքս նշեմ, որ օրինակ 2018-ից 2019 թվականներին, երբ Հայաստանում ունեինք բարձր տնտեսական աճի տեմպեր, կառավարության գերխնդիրներ կայունացնել կառավարության պարտք հնարավորակցությունը եւ 2019 թվականի վերջում արդեն
պարտքը հասել էր մոտ 50.1%-ի հնայի նկատմամբ, իսկ օրինակ ի հակադրություն սրա, երբ կառավարությունը կիրառեց խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, դա եղավ 2020 թվականին, երբ COVID-19 համաճարակով պայմանավորված, ինչպես նաև Արցախյան պատերազմով պայմանավորված, կառավարությունը ստիպված եղավ լրացուցիչ ծախսեր կատարելու, որոնք հանգեցրին բյուջեի պակասուրդի ավելացման, ինչպես նաև պետական պարտքի աճի, սակայն միջնաժամկետում կառավարության գերխնդիրն է ապահովել կառավարության պարտք հնա հարաբերակցության նվազումը մինչև հասցնելով 56.8%-ի։ Եթե ամփոփ ներկայացնեմ մի շարք ցուցանիշներ, որոնք ազդում են, այսպես ասած, ներառականության վրա, կարող ենք տնտեսության համար օրինակ առանձնացնել հետևյալ ցուցանիշները՝ աղքատության մակարդակ, զբաղվածության մակարդակ, սպառողական գների ինդեքս, տնային տնտեսությունների կատարած ծախսերը ընդհանուր ծախսերի մասնաբաժնի մեջ եւ մի շարք այլ ցուցանիշներ, որոնք ընդհանրական, այսպես ասած, կառուցում են տնտեսության ներառականությունը։ Տեղին է դիտարկել նաեւ հարկերի մասով մեր տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ուղղակի խոսքը գնում է ուղղակի եւ անուղղակի հարկերի մասին, բարեկեցության դիտարկման տեսանկյունից խնդրահարույց է, երբ տնտեսությունում անուղղակի հարկերի մասնաբաժինը բավականին մեծ է ի համեմատ ուղղակի հարկերի մասնաբաժնի։ Սա իր հերթին հանգեցնում է մի իրավիճակի, երբ ամբողջական պահանջարկը կրճատվում է, ինչպես նաև տնտեսությունում գների մակարդակը, ապրանքների եւ ծառայությունների գների մակարդակը բարձրանում են, որը հենց թիրախային հարվածում է ավելի ցածր եկամտային խմբի բնակչությանը։ Չնայած վերջին տարիներին տեղի ունեցող, այսպես ասած, հարկային բարեփոխումներին, այնուամենայնիվ այդ խնդիրը ներկա ժամանակահատվածում դեռևս շարունակում է խնդիր մնալ Հայաստանի տնտեսության համար։ Անդրադառնամ այս թեմայով մեր կողմից կատարված հետազոտություններից մեկին, որի շրջանակներում փորձել ենք եկամուտների անհավասարության եւ ներառականության, ինչպես նաեւ ներառականության եւ տնտեսական աճի միջև կապերը գնահատել Հայաստանի տնտեսությունում։ Այս առիթով տեղին եմ համարում դիտարկել 3 ցուցանիշներ, մեկ շնչին բաժին ընկնող համախառաներքին արդյունքի տեմպը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, օրինակ 2008-ից 2023 թվականներին աճի տեմպը կազմել է շուրջ միջին տարեկան աճի տեմպը կազմել է 7%, սրան զուգահեռ նաեւ աճել է Ջինի գործակիցը, որը բնութագրում է եկամուտների անհավասարության մակարդակը, եւ եթե 2008 թվականին այն եղել է մոտ 29.6%, ապա 2023 թվականին ցուցանիշը հասել է մինչև 37.5%-ի։ Հարկային բեռի մակարդակը եւս տվյալ ժամանակահատվածում ցուցաբերել է կայուն աճի միտում ՀՀ տնտեսությունում, եւ պատահական չէ այս ցուցանիշների ընտրությունը, քանի որ այս ցուցանիշների միջոցով փորձել ենք հասկանալ արդյոք տնտեսությունում հարկային բեռի փոփոխությունը ազդում է հարկային ներառականության վրա եւ արդյոք անհավասարության մակարդակը տնտեսությունում կարող է ազդել տնտեսական աճի տեմպի, ինչպես նաև հետեւաբար նաև կայուն տնտեսական աճի տեմպի վրա եւ արդյոք Հայաստանում տնտեսական աճը ներառական է, քանի որ եթե դիտարկում ենք մեկ շնչի բաժին ընկնող հնայի աճը, նաև դրան զուգահեռ տեսնում ենք Ջինի գործակցի աճը, որը հարց է առաջացնում տնտեսական աճի ներառականության տեսանկյունից։ Սրա համար օգտագործել ենք մի շարք էկոնոմետրիկ մոդելներ եւ հանգել ենք լավագույն, այսպես ասած, էկոնոմետրիկ մոդելին, որը կիրառվել է այս հետազոտության շրջանակներում, դա Լաֆերի-Կորի, Բալիցկի մոդիֆիկացված տարբերակով գնահատված մոդելն է ՀՀ տնտեսության համար, որի միջոցով փորձել ենք պարզել հարկային բեռի այն օպտիմալ մակարդակը, որի դեպքում եկամուտները ամենահավասարաչափն են, այսպես ասած, բաշխված տնտեսությունում, եւ երկրորդ տարբերակը փորձել ենք գտնել Ջինի գործակցի այն մակարդակը, որի դեպքում տնտեսական աճը իր առավելագույն տեմպին կհասնի։ Հարկային բեռի չափով դա օպտիմալ մակարդակը գնահատված Հայաստանի տնտեսության համար ստացվել է 22.5%, որը բավականին ցածր է փաստացի ներկա եւ 2022 թվականի եւ 2023 թվականի փաստացի մակարդակից Հայաստանի տնտեսությունում, որը նաեւ խոսում է այն մասին, եթե փաստացի մակարդակը բարձր է
մեր օպտիմալ մակարդակից, նշանակում է երկիրը գեներացնում է ավելի շատ եկամուտներ, սակայն եթե դիտարկում ենք նույն ժամանակաշրջանում ջինի գործակցի աճը, ապա հանգում ենք այն գաղափարին, որ իրապես Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականության ներառականության լուրջ խնդիր կա։ Երկրորդ մոդելի ստացված արդյունքը դա ջինի գործակցի օպտիմալ մակարդակն է, որի դեպքում տնտեսական աճը իր առավելագույն մակարդակին կհասնի, դա մոտ 31% է, որը նույնպես օպտիմալ մակարդակը բավականին ցածր է ներկա փաստացի արձանագրած մակարդակից, որը նաև էլի խոսում է այն մասին, որ եկամուտների հավասարաչափ բաշխվածության խնդիրը շարունակում է արդիական մնալ ՀՀ տնտեսության համար, տնտեսական աճի ներառականության, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության ներառականության տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ մի շարք ուղղություններով պետք է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև քաղաքականություն մշակողները եւ իրականացնողները մի քանի ուղղություններով կատարեն լրջագույն, այսպես ասած, փոփոխություններ եւ քաղաքականությունների վերանայում, մասնավորապես խոսքը գնում է բյուջեի ծախսերի հետ կապված, բյուջեի ծախսերի մեջ պետք է շարունակաբար, որքանով որ հնարավոր է եւ որքանով որ թույլ է տալիս մեր տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, բարձրացնել սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը, խոսքը գնում է ինչպես առողջապահական ծախսերի, այնպես էլ կրթական եւ սոցիալական մի շարք այլ ծախսերի տեսակարար կշիռը, քանի որ միայն այս ծախսերի կշռի բարձրացմամբ է հնարավոր բարձրացնել տնտեսությունում ներառականությունը։ Այս ամենով հանդերձ կարող է ուշադրություն դարձնել նաև Հայաստանում ստեղծված, այսպես ասած, տարածքային անհամաչափության սկզբունքին, որը եւս խաթարում է, այսպես ասած, ներառականությունը ՀՀ տնտեսությունում։ Այսպիսով, եթե ամփոփեմ, կարող եմ նշել, որ քանի դեռ Հայաստանում տնտեսական աճի որակը չի բարելավվել եւ չնայած վերջին տարիների դինամիկան, եթե դիտարկենք, ապա դա բավականին բարելավման փուլում է գտնվում, սակայն այդ վերջնական արդյունքը, որը որ մեր ցանկալի արդյունքն է, դա կարող ենք հասնել ներառականության տեսանկյունից, ներառական դարձնելով տնտեսական աճը, ներառական դարձնելով հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ վերջիններս ներառական դարձնելու համար անհրաժեշտ են քայլեր, որոնք նշեցի։ Այսպիսով, առանց տնտեսական աճի որակի բարելավման հնարավոր չէ հասնել տնտեսական աճի տնտեսությունում ներառականության բարձրացման, հետևաբար նաև հարկաբյուջետային քաղաքականության ներառականության բարձրացման։